Այ մարդ, ամեն անգամ լսում եմ ժողովրդից հարցազրույց եմ վերցնում, ժողովուրդը ասում է ճանապարհներն ասարքի, դպրոցներ ասարքել, մեկ էլ մանկապարտեզներ։ Այ ժողովուրդ ջան, այնքան բանա կառուցե, այնքան ներդրում արե, այնքան գործողություններ արե, հենց մենակ սկսեմ մի բանից։ Այս մեր միլիարդատերերը, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի չափ փող ունեն ու այդքան էլ լապել են, գետ մեկ անգամ մտածել են, որ Արբանյակ բաց թողեն տիեզերք Հայաստանի անունից, իսկ Փաշինյանը արեց։ Ամեն անգամ ասում եք ճանապարհները, սրանք էլ էշրից նման ղժում են։ Խաչա այդ նույն ճանապարհներով սլացիկ հասնում են մարզեր, որ ժողովրդին կուտ տան։ Այդ ո՞ր մի զարգացած պետությունն է։ Իր երկրի ժողովրդի համար, աղջիկների համար, որպեսի հղիանան, էկոն ձրի անում։ Կասեք 3 օլիգարխներ, որ գալիս եք ղժում եք, մեկը լինի ձեր վրա ղժա։ Հա, իդեպ, հենց էլ լակոտ լուկուտներին, շունու շնգյալներին մի ղրգեք ինձ ահաբեկելու։ Աշկերից նայեք։ Ահաբեկված մեռնում եմ։ Սամո մի հատ կառույց ես ունեցել, նայում եմ կառույցից սիրտս խառնում է։ Աուլա, ոչ թե կառույց։ Որ մեկը տեք այսքան ժամանակ գյուղ տնտեսության մեջ այդքան ներդրում արել, ինչքան էս պետությունը արեց, ինչքան էս ղեկավարությունը արեց։ Թողել մի մարդ գա, ասի ես 50 հատ կով եմ արել, 50 հատ էլ պետությունից եմ ստացել։ Թող մեկը գա ասի։ Կամ ջերմոցային ինչ որ տնտեսություն եմ դրել, նույն ինչքան ծախսը որ արել եմ, այդքան էլ պետությունն ա տվել։ Թող մեկը գա ասի։ Ժողովուրդ ջան, մի հատ լավ տնտղեք, տեղեկացվեք, որպեսզի հաջորդ անգամ ինչքան շուն ու շնգյալ կա ձեզ հարցազրույց վերցնի, պատասխաններն ունենաք, այսքանը։ Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, զգացիք չէ, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրերին Հայաստանում։ Եվրոպան եկավ Հայաստան, եկան, հիացան Հայաստանով, հիացան հայ ժողովրդի հյուրասիրությամբ և ջերմությամբ։ Եվ սա մեր ժողովրդավարության և խաղաղության շնորհիվ, սիրելի հայրենակիցներ, և ուրեմն կեցցե խաղաղությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե հայ ժողովուրդը։ Լավ օր բոլորիդ, սիրելի հայրենակիցներ։ Բարի լույս բարեկամներ, ահա եւ ավարտվեցին կարևորագույն 3 իրադարձություններ Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը եւ առաջին ԵՄ Հայաստան գագաթնաժողովը, որոնք ոչ միայն մեր երկրին մեծ տեսանելիություն բերեցին, այլ շատ կոնկրետ արդյունքներ կնքված համաձայնագրերի, պայմանավորվածությունների վերաբերյալ մի քանի երկրների միջև ռազմավարական համագործակցություն, կոնկրետ ֆինանսական գործիքների նոր ներդրում, պայմանագրեր տարբեր երկրների ընկերությունների եւ հայկական ընկերությունների միջև, չեմ ուզում այդ ամեն ինչին անդրադառնալ, բայց սա խոսում է մի բանի մասին, որ մենք որպես պետություն դուրս են գալիս կամ արդեն դուրս ենք եկել արտաքին քաղաքականության մեջ մի նոր մակարդակի վրա, որը մեզ բերելու է ավելի մեծ կայունություն, ավելի մեծ բարեկեցություն եւ հարատև խաղաղություն։ Սա մենք պետք է բոլորս հասկանանք եւ գնահատենք եւ ամուր տեր կանգնենք այս ամեն ինչին, ինչ ձեռք ենք բերել։ Ի հակառակ են պնդումներին, որ մեր մոտ ամեն ինչ վատ է, ամեն ինչ կործանվում է կամ կործանված է արդեն եւ այդպես շարունակ, այնպես որ սիրելի բարեկամներ, եկեք գնահատենք այն պատմական իրողությունները, որում մենք բոլորս ապրում ենք, անկախ մեր զբաղեցրած դիրքից տարբեր պետական կամ ոչ պետական կառույցներում, որովհետեւ դա հենց այդպես է։ Լավ եղեք, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Սիրելի ալավերցիներ, ձեզ համար եւս ունենք պատրաստած անակնկալ։ Ալավերդու քաղաքային լիճը, որը վերադարձվել է համայնքին, կունենա ահա այս տեսքը։ Ինչպես արդեն տեղեկացրել եմ, Ալավերդու խորհրդանիշներից մեկը քաղաքային լիճը նույնպես վերադարձվեց համայնքին։
Իմ եւ համայնքի ղեկավարի հետ քննարկումների արդյունքում երկու սեփականատերեր իշա համայնքի զարգացման հրաժարվեցին սեփականության իրավունքից։ Այժմ քաղաքային լճի տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Որ գնաս գյուղերը, հեռավոր գյուղերը, կտեսնես, որ ճանապարհներ ինչքան լավ է սարքած։ Մեկ դա են գնահատում, որ դպրոցներն արել դա են գնահատում, շատ բաներ գնահատում են եւ երեք ես լսեցի այդ բանը, որ եվրոպացիների այդ հանդիպումը համերգ էր, չէ։ Ու ինչքան լավ էր կազմակերպած։ Սենց լսում եմ ես հոյին պատմությունն գիտեմ ինչ, բայց փշաքաղվում եմ ու մի հատ էլ երեխայա ոնց որ հաղորդումը վարում անգլերենով ու նենց շատ սենց պատկերներն ա ցույց տալի էլի մեր Բերդ պարը ցույց տվեցին էլի ինչ ու այդ բոլորը ավարտվեց Արամ Խաչատրյանի Սուսերով պարից թեկուս ամսի 24-ը գնացին Եղեռնետի ամբողջ ժողովուրդ իրանց ցանկությամբ գնում են հիշատակի օրա գնում են հաջորդ օրը ուրախության համերգ էր հրա այդ դա եմ գնահատում եմ որ լացելու ժամանակ լաց են քլնում ուրախանալու ժամանակ ուրախանում ենք գնահատում եմ որ մենք պետքա իրար ուրախացնենք մեր հույսը մեր վրա դնենք նաև ունենանք հարևաններ նաև ունենանք բարեկամներ նաև ունենանք լավ հարաբերություն թշնամություն իրար նկատմամբ թշնամություն հարևանի նկատմամբ թշնամություն այդ չենք ուզում մենք ուզում ենք խաղաղություն համերաշխություն մենք քրիստոնյա մարդիկ ենք ինչ ասե Քրիստոսը Աստված 10 պատվիրան տվեց մի գողացի մի հետո Քրիստոսը որ պետքա գնար խաչվելու այդ 10 պատվիրանը ասեց ես ձեզ մեկ պատվիրան եմ թողնում սիրեք իրար հիմա մենք ինչ ենք անում իրար անցանոթ կնանիք նստած զրույց ենք անում ուրախանում ենք ծիծաղում ենք ինչ ասես պատմում եք Այդպես պետք է լինի ամբողջ ժողովուրդը, ամբողջ հայությունը, չպետք է լինի ես փողեր ունեմ, իմ փողի համար ես Նիկոլն ինչա, այն մեկը իր ունեցածը, այն մեկը ոչ մեկը պետության համար չի մտածում ոնց որ Նիկոլը, ամեն մեկը իր թալանածն է պահպանում, այդ է մտածում, մենք գնահատում ենք Այո, ներկա իշխանություններին, մենք կընտրենք ներկա իշխանություններին, թող Աստված օրհնի Հայաստան աշխարհը իշխանություններին եւ իշխանություններին տա ել ավելի իմաստնություն մեր երկիրը կառավարելու